Ինչպես խոստացել էի, ուսումնասիրելու եմ եւ անպայման անդրադառնալու եմ առաջիկայում։ Անպայման։ Բայց ես ուզում եմ, պարոն Ռուբինյան, դուք բացեցիք այդ թեման։ Դիանա Գասպարյան, չէ՞, Վաղարշապատի համայնքի ղեկավարը։ Ինչ որ չեմ հիշում, կաշառակերության համար իրան բերման ենթարկեն, հարյուրավոր ոստիկանական ուժեր, չգիտեմ ինչեր եւ այլն, ավելին այստեղից չի հնչում կա ոչ թե կաշառակեր սրիկա արտահայտությունը, լավ կաշառակեր բառը անգամ, այդ անձի հասեին եւ դա ճիշտ է, որովհետեւ անմեղության կանխավարկածը չի կարելի խախտել մարդու, այն ինչ որ դուք ամեն օր այստեղից անում եք, ինչ վերաբերում է օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի, միջև եվրոպական դատարանի կողմից Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ գործի հերքումը։ Ձեզնից ով էր օրինական ուժի մեջ մտած Հայաստանի Հանրապետության դատական ակտով խառնակցության զանգվածային անկարգությունների մեջ մեղադրվող Նիկոլ Փաշինյանին դատապարտում։ Ոչ մեկը, որտեղ համարում եք, որ այդպիսի բան չկա, եվրոպական դատարանը կտա որոշում եւ այլն։ Ես անգամ դա եմ անցնում։ Օրինական ուժի մեջ մտած դատական ակտի մասին եմ ասում։ Լավ, վերջերս կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը գնահատական տվեց, որը չի վիճարկվել Նիկոլ Փաշինյանի կողմից մի շարք խախտումների վերաբերյալ։ Ձեզնից ով է լավ է ամբիոնից եւ դատապարտեց Նիկոլ Փաշինյանի այդ խոսույթը։ Հակառակը, դուք այստեղից շարունակում եք падգամավորին ոչ վայել, բառապաշար օգտագործել։ Շարունակում եք, մի հատ էլ ելեք, պարոն Վարդանյանն էլ ասում է դա քաղաքական գնահատական է։ Քաղաքական գնահատական է բանը կոռուպցիոն շանվորտի, չէ, կոռուպցիոն սրիկան, շանվորտին է, լավ։ Կոռուպցիոն շանվորտին է եւ այլն, բայց լսեք, մենք գտնվում ենք եւ եթե դուք որպես իշխանություն համարում եք, որ իրավական պետություն եք ուզում կառուցել, այս հիմնարար իրավունքը հարգեք, դա ձեզ է պետք։ Ձեզ է պետք ամենաշատ, որովհետև վաղ իշխանափոխությունից հետո դուք եք բողոքելու այդ ամենիցից։ Պարոն Մինասյան, ձեր փաստարկը ընդունելի չի, որովհետև ձեր վերաբերյալ էլ մեղադրանք կա, բայց դուք էլ հիմա կալանավորված չեք, չէ՞։ Հիմա դա չի նշանակում, չէ՞, որ դուք ԿՊ-ական եք եւ ձեզ այլ կերպ ենք վերաբերվում։ Բայց ֆիքսենք, որ պարոն Մինասյանը խոստացավ ինձ ուսումնասիրել, չգիտեմ ինչ կա տեղ ուսումնասիրելու, խնդրում եմ չարչային դեպքը, մեկ էլ պատիվ ունեմ մի ընտրակաշարքի համար դատապարտվածի դեպքը եւ սպասենք։ Շնորհակալ եմ։